բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Բարի գալուստ Հայրենի դիալոգ նախագծի 2026 թվականի առաջին թողարկում։ Մենք ցտեսություն ենք ասում 2025 թվականին հրաշալի արդյունքներով։ Անցյալ տարի իմ YouTube-ի թիմը ասաց, որ մենք ունեցել ենք շուրջ 176 հրապարակում, որից 52-ը իդեպ եղել է հենց Հայրենի դիալոգ հաղորդումը, իսկ մնացածը եղել են շորթեր եւ ունեցել ենք 10 միլիոն դիտում, ինչի համար շնորհակալություն։ Խնդրում եմ շարունակեք բաժանորդագրվել, սեղմել զանգի կոճակը եւ իհարկե թողնել մեկնաբանություններ, դրանք ես սիրով կարդում եմ։ Եվ ինչ, բարի գալուստ ենք ասում 2026 թվականին տոնական եթերով։ Այսօր ունենալու ենք բավականին հետաքրքիր էքսկլյուզիվ թողարկում, որովհետև ես լինելու եմ այսօր եթերում իմ դստեր հետ, Մարիայի հետ։ Մարիա, շնորհակալություն, որ հավաձայնվեցիր ինձ հետ լինել։ Մենք Մարիայի հետ կպատմենք մեր ընտանիքի ամանորյա ձևաչափը ինչպիսին է եւ ձեզ էլ խորհուրդ կտանք, որովհետև մենք ուզում ենք, որ դուք էլ մեր նման ուրախ անցկացնեք։ Մարիա, մի քանի հարց տամ քեզ, ես սպասել եմ այս պահին, որ հարցեր տամ ճիշտն ասած, եւ լսեմ անկեղծ պատասխաններ։ Ինձ հետաքրքիր է, ինչն է սիրում ամանորի տոնի մեջ եւ ինչպես է սիրում, որ մենք այն նշում ենք։ Ես երբեք չեմ սիրել, որ հավաքվել են ամբողջ ընտանիքով սեղանի շուրջ, նստել են ժամերով, երբեք դա իմ դուրը չի եկել ու հենց դրա պատճառով ինձ կարծում եմ, որ ամանորը անհետաքրքիր է միշտ անցնում, բայց հենց ոնց ենք մենք նշում, ինձ շատ է դուր գալիս։ Մենք հիմնականում միշտ կանչում ենք մեր ընկերներին եւ երբ որ նշում ես ամանորը մարդկանց հետ ում սիրում ես, ում հետ հաճելի է անցնում, շատ հավես է եւ ավելի շատ ես սիրում եմ ամանորի առավոտ, որտեվ մենք հենց հայերեն բառը իմ ուզած ոնց որ vibe-ը չի փոխանցում, դրա համար ռուսերեն պիժամկա բառը կօգտագործեմ։ Հենց պիժամկաներով նստում ենք։ Պիժամկա, գիշերազգեստ։ Ահա, շարունակեք։ Նստում ենք, ֆիլմ ենք դիտում եւ անպայման կապուչինո ենք խմում։ Հիմա մարդկանց թվալու է, թե մենք սեղանի շուրջ չենք նստում, չէ, դա իրականում այդպես չէ, մենք իհարկե նշում ենք, ճաշում ենք այնպես ինչպես ցանկացած այլ տոնական օր, ոչ թե այնպես ենք պատրաստվում, որ 3-4 օրվա ուտեստներ լինեն դրված, այդքան առևտուր ենք անում, բնավ ոչ, այդ գիշերը պարզապես ունենում ենք տոնական ընթրիք, բայց ամենակարևորը տոն օրերին շեշտը դնում ենք լավ ժամանցի վրա։ Օրինակ պատմիր մենք անցյալ տարի դեկտեմբերի 31-ը ինչպես ենք անցկացրել։ Մենք գնացինք օպերա, ընկերներով բոլորով գնացինք եւ լսում էինք արիաներ, այդպես էր կոչվում, բալետի եւ օպերայի, ճիշտ է։ Հենց երեկոյան էր դա ամանորի, դեկտեմբերի 31-ին։ Այո, դեկտեմբերի 31-ին Ալեքսանդր Սպենտերյանի անվան օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում էինք եւ օպերա գալային մասնակցեցինք, հետո էլ ջազ լսեցինք հենց միջանցքում, փրփրունգինի վայելեցինք, շատ տպավորիչ էր։ Այդ օրերին առաջարկում ենք իսկապես հնարավորինս շատ ներկա լինել մշակութային օջախներում եւ ձեր երեխաների հետ շատ ժամանակ անցկացրեք։ Սիրելի մայրիկներ, ես խորհուրդ եմ տալիս այս ձևաչափը դարձնել սկզբունք։ Մի նախադասությամբ հիմա ասեմ այդ ձևաչափը։ Քիչ պատրաստել ուտեստներ։ Հիմնականում պատրաստեք այն ուտեստները, որ ձեր երեխաները իսկապես սիրում են, եւ շատ ժամանակ անցկացրեք ձեր երեխաների հետ։ Մենք օրինակ շատ սիրում ենք տանը այդ արձակուրդային օրերին ամեն երեկո եւ օրվա ընթացքում էլ պատրաստել մեր կաթը, սուրճը, թեյը, դարչինով, հավաքվում ենք, նստում ենք բազկաթոռը եւ միացնում ենք մեր ամենասիրելի ֆիլմերը, այն ֆիլմերը, որ գուցե նայել ենք 10 անգամ, գուցե նայել ենք 20 անգամ, բայց դա մեծ երջանկություն է պարգևում։ Մարիա, ես վստահ եմ, շատերը հիմա սպասում են մեր առաջարկված ֆիլմերի ցանկին։ Արի առաջարկենք մարդկանց այն ֆիլմերը, որ մենք շատ սիրում ենք ամանորին դիտել։ Դու սկսիր։ Ես սկսեմ։ Այո։ Ես շատ եմ սիրում Կաշմար перед Рождеством կամ անգլերեն The Nightmare Before Christmas մուլտֆիլմը կամ հայերեն Սարսափ ծննդյան տոներից առաջ։ Այո։ Ես շատ դա մուլտֆիլմ է, ռեժիսորը Թիմ Բյորտոնն է եւ դրա համար այո, մեր սիրելի եւ դրա համար ինձ շատ է դուր գալիս ստիլը, այսպես ասած, շատ գոթիկ, եթե այդպես կարող ենք ասել։ Դե Թիմ Բյորտոնի մասին ենք խոսում, գոթիկ հաստատ կարող ենք ասել։ Գոթիկ։ Walt Disney Pictures invite you to see. Ընտանեկան մուլտֆիլմ է, բոլորով
պետք է նայել։ Նայ, Տիմ Բյորտոնից որ խոսեցիր, ես չեմ կարող խորհուրդ չտալ, նաև նրա գրեթե բոլոր ֆիլմերը կարող եք այս օրերին նայել, բայց արի ոչ ծննդյան ֆիլմ է, բայց խորհուրդ տանք էլի, Չարլի եւ շոկոլադե գործարանը, խնդրում եմ նայեք էլի։ Ես առհասարակ սպասում եմ մի նոր ֆիլմի, որը այդքան մեծ ուրախություն կպարգևի ինձ, այդքան գույն, այդքան բույր, այդքան համ, այդքան քաղցրություն։ Like anything you've ever imagined. It's beautiful. Where dreams are your reality. Look over there. Դու ինձ ամեն օր ասում ես դուրս է եկել այդ ֆիլմի երկրորդ հատվածը կա լինելու է։ Շատ լավն է, անպայման դիտեք, հատկապես որ խաղում է մեր սիրելի Ջոնի Դեփը։ Խորհուրդ եմ տալիս անպայման դիտել։ Հաջորդը ինչ ես խորհուրդ տալիս։ Հաջորդը կոչվում է Princesa Pomenyalis Mistami կամ The Princess Switch հայերեն։ Արքադստրերը փոխվում են տեղերով։ Սրանք պաշտոնական թարգմանությունները չեն իդեպ, սրանք իմ թարգմանություններն են Մարիայի անգլերեն եւ ռուսերեն տարբերակներին։ Մենք նայել ենք ֆիլմը մի քանի տարի առաջ եւ անընդհատ նորից նայում ենք, մի քանի հատվածից է բաղկացած ամբողջ ֆիլմը։ I'll give you funny. Շատ է դուր գալիս ինձ սցենարը, շատ տարբեր խառը գույները, կոստյումները, միտքը, շատ հետաքրքիր է, անպայման խորհուրդ եմ տալիս նայել։ Վերջը պարզեցիր մի դերասանուհի է, վերջը խաղում այդ ֆիլմում թե երկու։ Իդեպ երկու դերասանուհիները լրիվ նման են, ոնց որ իրանք գտնում են իրար պատահական եւ հասկանում են, որ իրանք իրար շատ նման են, նույնն են կարելի ասել։ Սփոյլ մի արա, բայց։ Չէ, սփոյլ չեմ անում։ Եվ մենք մեզ հարց տվեցինք նույն դերասանուհին է թե երկու դերասանուհիներ են։ Եվ ես ստուգեցի մի դերասանուհի է։ Լուրջ մի դերասանուհի է խաղում, բայց այնտեղ շատ հետաքրքիր տեսարաններ կային, որ նույն կադրում երկուսով էին։ Իհարկե այսօրվա տեխնիկական հնարքները ամեն ինչ թույլ են տալիս, բայց լավն էր խաղը։ Հատկապես աղջիկ երեխա ունեցողներին ենք խորհուրդ տալիս, այսպես լրիվ արքայադուստր ֆիլմ է, 4 մասից կարծեմ, թե կարող եք այսպես բազմոցին հենվել, վերցնել ձեր թեյը, սուրճը եւ վայելել ձեր աղջիկների հետ այդ հետաքրքիր ֆիլմ արքայադուստրերի մասին։ Ես էլ հաջորդը խորհուրդ տամ։ Իհարկե, բոլորի սիրելի Գրինչը։ Առանց Գրինչի Մուլտֆիլմը թե ֆիլմը։ Մուլտֆիլմը։ Մուլտֆիլմ։ Առանց Գրինչի մի տեսակ նոր տարի չի գալիս ինձ թվում է։ Ու այդ ֆիլմը ինչի եմ շատ սիրում, որովհետև անդադ մեզ հիշեցնում է, որ միշտ պետք է ուշադիր լինենք մեր կողքի մարդկանց, որովհետև շատ ժամանակ հասարակության անտարբերության արդյունքում է, որ մարդիկ գործողությունների են դիմում, որոնց գուցե չդիմեին, եթե իրենց միայնակ չզգային։ Oh, hello. Happy hour. Այնպես որ միշտ ուշադիր եղեք, հատկապես տոն օրերին ուշադիր եղեք մարդկանց, ովքեր իրենց շրջապատում քիչ մարդ ունեն, եւ նրանց կուրախացնեք եւ դուք ձեզ երջանիկ կզգաք, այնպես որ Գրինչը անպայման նայեք, խնդրում եմ, առանց Գրինչի նոր տարի չի գա։ Մի հոտ է հիշեցի։ Կոչվում է Christmas with the Cranks, որը ռուսերեն թարգմանվում է Ռождество с неудачниками, Սուրբ ծննդյան տոները անհաջողակների հետ։ Այո։ Ինչով այն զրկալիս այդ ֆիլմը շատ հումորային է, ամբողջ ընտանիքով կծիծաղակ, հենց անունի մեջ ասվում է, որ այդ ամբողջ ընտանիքը անդադ անհաջողությունների է գալիս հենց Սուրբ ծննդյան օրերի մոտ եւ շատ հումորային եւ ծիծաղալու է, անպայման նայեք։ I'm getting the ham. You get the treat. Իմիջայլոց մի ֆիլմ եմ ուզում խորհուրդ տալ, հին մուլտֆիլմ Չարլի Բրաունի տոները, Մարիա, որը դու չես նայել իմիջայլոց, 30 րոպե է ընդամենը այդ մուլտֆիլմը, խոստացիր ինձ, որ այսօր նստելու ես նայես։ Իդեպ երբ դու նայում ես, կողքից նկատեցի, որ բոլորիս սիրելի Սնուպին է մեջը, այն շունիկը սպիտակ։ Ահա, ես երեք իմ հիշողությունը թարմացրեցի նկարահանումից առաջ, դիալոգներ, չկա տենց բան, ամեն երկրորդ բառը հումոր, սարկազմ, կծու, սուր հումոր, առաջարկում եմ անպայման նայել ձեր երեխաների հետ, իսկ դու այսօր երեկոյան կնայես, բալիկ ջան։ Հաջորդը ինչ ես խորհուրդ տալիս։ Cruella։ Քանի անգամ Նոր եք տարվա նայել։ ամանորյա ֆիլմ չի։ Ես 4։ Երևի 4 էլ ես։ Դու ինչքան նայել ես, ես քո հետ նայել եմ Cruella-ն, հա։ Ամանորյա ֆիլմ չի, բայց եթե իմ չափ սիրում եք fashion, հայերեն Նորաձևություն, հաստատ կհավանեք ֆիլմը, մեր բոլորի սիրելի Էմմա Սթոունն է խաղում, գլխավոր կերպարը։ Ֆիլմ չի, դա ուղղակի սենց
խենթանալու էմոցիաների պարկա Կրուելան, գիտես մի հատ բան ասեմ, ես Կրուելան ամեն անգամ որ նայում ասում Իրանի ես այդտեղ լինեի։ Ես մի անգամ դպրոց գնալուց մենք նշում էինք costume day եւ ես Կրուելայի մեծ գեստն էի սարքել, հիշում ես։ Իհարկե, աղբի պարկերից, այո։ Հենց ֆիլմում ինքը հին շրջազգեստներ եւ շորիկներ էր իրար գցրել։ Ֆանտաստիկ է իհարկե Կրուելան, ես շատ կուզենամ երկրորդը դուրս գա։ Չնայած միշտ երկրորդ մասերը որ դուրս են գալիս, այնքան հաջողված չեն լինում, ինչպես առաջին մասերը, բայց Կրուելան առաջարկում եմ ընտանիքով նստել, վայելել, որովհետև էմոցիաների մի մեծ պաշար, որ կստանաք այդ օրերին, ապահովելու է հենց Կրուելան։ Հաջորդ ֆիլմը, որ ուզում եմ խորհուրդ տալ, բոլորովին վերջերս Մարիայի հետ նայեցինք, եթե դուք դիտել եք Men vs B, տղամարդը ընդդեմ մեղվի սերիալը, ուրեմն դիտեք անպայման մարդը ընդդեմ երեխային Men vs Baby-ին 4 սերիա է ընդամենը, յուրաքանչյուրը 30 րոպե, Ամանորի մասին է, այսինքն մոտեցրել են Ամանորին, բայց պատմությունը ընդհանուր առմամբ մի խելագար պատմություն է տղամարդու եւ ուրիշի օտար մարդու նորածին երեխայի Դա ուղակի գժվելու էր, որ հատվածներից ամենաշատը հավանել ճիշտ ասա։ Իդեպ, երբ որ առաջին անգամ լսեցի Men vs B անվանումը ֆիլմի, ես մտածեցի, լավ, տղամարդը ընդդեմ մեղվի։ Ինչ պետք է լինի, եթե ընդդեմ մեղվի է ինքը։ Բայց երբ որ նայեցինք, ինչ էր այդ մեղուն անում այդ տղամարդու հետ, իսկ երկրորդ մասում էպես տեսա, որ երեխայի ընդդեմ է, արդեն որ տեսա ամենաշատը հավանել։ Spoil կանեմ։ Լավ, այն տեսանը, որ ուզում ես ասես, գիտեմ, հաստատ սփոյլ է լինելու։ Բայց ես վերջը շատ հավանեցի, շատ բարի է։ Այն որ բարին հաղթում է չարին։ Ոչ միշտ այդպես։ Դասական ավարտներ, բայց շատ լավներ իհարկե։ Ես խորհուրդ եմ տալիս այս օրերին ոչ միայն տոնական ֆիլմեր նայել, այլ նաև իսկապես համաշխարհային կինոյի գոհարներից նայել, մի փոքր ավելի մեծ տարիքով երեխաների հետ առաջարկում եմ անպայման հին ֆիլմ է, շատերը վստահաբար նայել եք, բայց ովքեր չեն նայել, Ամելին, անպայման Օդրի Տոտոյի գլխավորությամբ, գլխավոր դերակատարմամբ անպայման նայել Ամելին եւ լսել ինչ ֆանտաստիկ երաժշտություն է ֆիլմում, վստահ եմ էլի լավ պահեր կունենաք այդ ֆիլմի շնորհիվ։ Այս օրերին խորհուրդ եմ տալիս Վուդի Ալենի բոլոր ֆիլմերը նայեք։ Այն որ Վուդի Ալենյան օրեր հայտարարեք ձեր ընտանիքի համար եւ իհարկե այնտեղ կգտնեք ֆիլմեր, որոնք հենց ծննդյան տոներին են նվիրված։ Օրինակ Էնի Հոլը։ I don't want you to live with me. Whose idea was it? Mine. Առհասարակ այդ Վուդի Ալենյան թեթևությունը, որ կա, ես միշտ մտածում եմ, որ ինչ լավ կլիներ կյանքում էլ այդպես լիներ։ Ամանորին ինձ թվում է վատ չի լինի այդ թեթև տրամադրությունը վայելել եւ ունենալ, այնպես որ Վուդի Ալենի բոլոր ֆիլմերը նայեք, բոլորը։ Ես ասեմ մյուսը։ Ահա։ Ես մյուսը խորհուրդ կտայի Crazy Rich Asians կամ ռուսերեն Безумно богатые азиаты։ Կամ հայերեն, եթե ճիշտ փորձեմ թարգմանել, խենթանալու հարուստ ասիացիները։ Ծայրահեղ, չէ։ Ծայրահեղ հարուստ ասիացիները։ Անգլերենը ամենաճիշտ տարբերակն է, հետևեք անգլերենի տարբերակին։ Ֆիլմը նորից ամբողջ ընտանիքով դիտելու է, հենց այդ ասիացիների ծայրահեղ հարուստ լինելու մասին, դրանց տները, հարսանիքները, ամեն ինչը, անպայման նայեք։ Ինձ թվում է, մենք բավականին մեծ պաշար տվեցինք մարդկանց եւ վերջում մի հատ բոնուս Ինձ թվում է կրկին հին ֆիլմ, բայց եթե բաց եք թողել կամ ձեր երեխաները առաջին անգամ պետք է նայեն, ապա զբոսանք նորածնի հետ, այն Baby Boo-ի ֆիլմն է, վայ խնդրում եմ անպայման դիտել այդ ֆիլմը, այն մասին թե ինչ կարող է անել երեխան երկու մեծահասակ գող ու ավազակ տղամարդու գլխի Իհարկե սա կարելի է նայել երեխաների հետ անպայման, ասա։ Ասեմ ոնց է սկսվում։ Խնդրում եմ։ Ասա։ Շատ հարուստ ընտանիք, եկել են նկարիչներ, որ նկարեն պորտրետ ընտանիքից եւ մինչեւ կինը մայրիկը պատրաստվում է,
իր փոքր երեխային գողանում են։ Մարիա ջան, ամբողջ ֆիլմը պատմեցիր։ Չէ, Ամենակարևոր չասեցի։ բանը լավ, այլ մնացածը չպատմես։ Չեմ պատմում, այդքան նա։ Չնայած այս սկիզբը դու ասեցիր, բանը ես ասեցի, պատմությունը ես ասեցի, ստացվեց որ մենք ֆիլմը մարդկանց ասեցինք, բայց ինձ թվում է Նույնը չի։ Ինձ թվում է ուրախանալ ցանկացող մարդիկ, ովքեր ուզում են այսպես նայել զվարճանալ, վստահաբար ֆիլմը դուր կգա։ Սա համաշխարհային կինոից այսպես ձեր օրը լցնելու, ընտանիքով տանը, ձեռքի տակ եղած գadgetներով երեկո սարքելու մասին, իդեպ կարող եք ձեր պոպկորնը պատրաստել, երեխաների համար թեյ պատրաստել, համովիկներ դնել եւ երեկոն հենց այդպես էլ լցնել։ Եվ հետագայում էլ հիշել թե ինչքան լավ օրեր անցկացրեցիք միասին։ Բայց մենք առաջարկում ենք տանից, եթե ուզում եք դուրս գալ, անպայման գնալ այգիներ, որտեղ տոնական մթնոլորտ է տիրում, լուսավորություն կա, վայելել հանրապետության հրապարակի գեղեցկությունը եւ իհարկե դիտել տարբեր ներկայացումներ եւ ֆիլմեր հենց կինոթատրոններում, բայց իհարկե լավ կլինի, եթե դուք նախապես գնեք տոմսերը եւ իմանաք թե առաջիկա օրերին ուր եք գնալու եւ ինչով եք զբաղվելու ամբողջ ընտանիքով։ Ման, բայց ինչի համար նախապես վերջ 21-րդ դարն է։ Օրինակ մենք ընկերուհիներով օգտագործում ենք ticket system ծրագիրը։ Հա, ես գիտեմ, որ դուք օգտագործում եք ticket system-ը։ Խորհուրդ տալիս դուք էլ բոլորը սկսեք։ Հա, ես չունեմ, իմիջիայլուց կարելի է ներբեռնել հավելվածը, iOS-ի համար էլ կա, Android-ի համար էլ չէ։ iOS-ը, Android-ը բոլոր հեռախոսների։ Ես իմիջիայլուց ticket system-ից օգտվում եմ կայքի միջոցով, որտեղ կայքն էլ շատ պարզ է, շատ նորաձև է սարքած եւ բավականին հեշտ է օգտվելը եւ միանգամից այսպես շատ բան եմ տեսնում, բայց հավելվածն էլ կարծեմ թե էլի հեշտ է օգտագործելը, չէ՞։ Շատ հեշտ է, ամեն ինչ պարզ երևում է։ Իսկ կինոյի տոմսերն եք գնում իրենց մոտից, թե թատրոնի։ Կինոյի, թատրոնի, կոնցերտների, բալետի, ջազի, ամեն ինչի։ Ամեն ինչի տոմսերը գնում եք ticket system-ով։ Հա, եւ բավական էլ հեշտ է, չէ՞, մոտենում ես միանգամից հսկիչը տեսնում է արդեն տոմսերը եւ ներս ես մտնում 21-րդ դար ինձ դուր է գալիս այս ամենը։ Նաեւ ասեմ, որ ticket system-ը հնարավորություն է տալիս միջազգային տարբեր մշակութային եւ սպորտային միջոցառումների տոմսեր գնել, օրինակ Ֆորմուլա 1-ի տոմսը կարող եք գնել հենց ticket system-ի միջոցով կամ օրինակ Moulin Rouge-ի տոմսերը գնել վստահելի գործընկեր եւ միշտ կարող եք հանգիստ լինել, որ ձեր տոմսը ձեզ մոտ է եւ դուք կարող եք գնալ ներկա լինել այդ միջոցառմանը։ Նաեւ հետաքրքիր մի բան ասեմ, ticket system-ը մի քանի ներկայացումների պրոդյուսինգով է զբաղվել, անգամ սեփական արտադրության, այսպես ասած, ներկայացում ունի։ Սա հրաշալի է, ինչի, որովհետեւ հասկանում ենք, որ բիզնեսը նաեւ ներդրում է անում մշակույթի մեջ։ Հունվարի կարծեմ ներկայացում ունեն, անպայման կդիտեմ եւ հետո ձեզ հետ կկիսվեմ։ Սա այսպես լուր հաղորդագրություն էր թատրոնների մենեջերներին եւ պրոդյուսերներին, որ համագործակցեն ticket system-ի հետ։ Նաեւ ամենակարևոր բաներից մեկը, որ ticket system-ը անում է Մարիա ջան, դա մարզային ներկայացումներն են նաեւ ընդգրկված ticket system-ի մեջ եւ մարզային կինոթատրոնները, այսինքն այն որ գնում ենք մի քանի օրով Գյումրի ու մտածում ենք ինչով զբաղվենք, հանգիստ կարող ենք նախապես տոմսերը գնել ticket system-ի միջոցով եւ գնել Գյումրիում ներկայացում դիտենք։ Գնանք։ Մեծ հաճույքով։ Դե էլ չասեմ, որ մեր միակ եւ անկրկնելի կրկեսի Էթերնիա ներկայացման տոմսերը կրկին կարող եք գնել ticket system-ի միջոցով։ Ticket system-ին կարող եք գտնել տարբեր հարթակներում եւ Skype, եւ Instagram, եւ Facebook, եւ իհարկե ներբեռնել հավելվածը, ինչպես արդեն ասացինք։ Շարունակում ենք եւ իհարկե խոսում ենք ներկայացումների մասին, ինչպես եւ խոստացել էինք։ Մի հրաշալի նորություն Հրաչյա Ղափանյանի անվան պետական դրամատիկական թատրոնից հավանաբար մինչ ամանոր ձեզանից շատերը արդեն հասցրել են դիտել Փոքրիկ իշխանը ներկայացումը, որը բեմադրել է Գրիգոր Խաչատրյանը։ Մենք Մարիայի հետ պրեմիերային չկարողացանք ցավոք ներկա լինենք, բայց այս երկու օրը գնալու ենք։ Մեզ անձամբ հրավիրել է մեր սիրելի ընկերը Դիանա Մալենկոն, ով էլ հենց կերտել է Փոքրիկ իշխանի դերը։ Սա մի ներկայացում է, որ ասում են մարդուն այսպես վերցնում է եւ տարբեր աշխարհների միջով անցեկացնում, խաղում են նաեւ շատերի սիրելի Լիդիա Գրիգորյանը աղվեսի դերում, ես անհամբեր եմ, նաեւ ներկայացումը նրանով է հետաքրքիր, որ իմերսիվ ներկայացում է եւ շատ հետաքրքիր ինտեգրացիաներ կան ժամանակակից տեխնոլոգիաների։ Բարի օր։ 3-ին գումարած 2, 5, 5-ին գումարած 7 12 Անպայման հետևեք Հրաչյա Ղափանյանի անվան դրամատիկական թատրոնի բոլոր էջերին եւ կծանոթանաք
խաղացանկի հետ։ Հաջորդ ներկայացման մասին կպատմի Մարիան։ Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտական կենտրոն, փոքր թատրոն, գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյան։ Դե պատմի Մարիա ջան, դուք ներկայացման մասին։ Անպայման խորհուրդ եմ տալիս, եթե դուք երեխաներ ունեք, գալ ձեր երեխաների հետ, թեախմություն ծմեր պապիկի հետ ներկայացմանը։ Ինչու՞։ Հետո որ այդ ակնոցով լուրջ դեմքով ասում ես, բանը, իսկ թվում մարդիկ վախից կգան, բայց մի հատ պատմի, ինչի համար պետքական էս ներկայացմանը։ Ինչի է պետք լինել թեախմություն ներկայացմանը։ Որովհետև դուք ուղղակի կընկնեք մի հեքիաթային աշխարհ եւ կկտրվեք իրականությունից այդ մի ժամվա ընթացքում։ Այո, տարիներ շարունակ, նույնիսկ երբ Մարիան դեռ շատ փոքրիկ էր, մենք գնում էինք եւ դիտում էինք այդ ներկայացումը եւ իսկապես դառնում ես այդ մեծ ներկայացման մի հատվածը եւ այդ աշխարհը այսպես կլանում է քեզ եւ երբեք այլևս չես մոռանում։ Եվ Մարիան արդեն 4-րդ թե 5-րդ տարին, 5-րդ տարին մասնակցություն ունի այդ ներկայացման մեջ, խորհուրդ ենք տալիս ոչ թե նրա համար, որ մեր սիրելի թատրոնն է փոքր թատրոնը, այլ իսկապես յուրաքանչյուր երեխա պետք է լինի այդ հեքիաթի մեջ, այնպես որ բաց չթողնեք, հետևեք կրկին Instagram-ի եւ Facebook-ի եւ տեղյակ կլինեք խաղացանկից, օրերից, ժամերից մենք խորհուրդ ենք տալիս։ Հաջորդ ներկայացումը, որ խորհուրդ եմ տալիս, դա իմ սիրելի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի ներկայացումն է։ Ընդհանրապես տարվա ընթացքում աշխատեք բաց չթողնել այս թատրոնում ոչ մի ներկայացում։ Սա թերևս Հայաստանի ինձ համար կոլորիտային թատրոններից մեկն է եւ բոլոր ներկայացումները յուրահատուկ են։ Հատկապես այն ներկայացումները, որոնք բեմադրում են Նարինե Մալյանը, առանձնանում են եւ շատ կարեւոր մի գիտելիք են տալիս մարդուն, առանց որի ես չեմ պատկերացնում այլևս օրինակ իմ կյանքը։ Իսկ ամանորին Հենրիկ Մալյանի թատրոնում խորհուրդ եմ տալիս դիտել հրաշագործների ընտանիքը, ներկայացումը, բեմադրիչն է Նարինե Մալյանը, սցենարի հեղինակը Աստղիկ Աբաջյանը, հրաշագործների ընտանիքը շատ հետաքրքիր սցենար ունի մի ընտանիքի մասին է, որ Եղևնի է նվեր ստանում, որ երբ կանգնում են Եղևնու շուրջը, բռնում են իրար ձեռք, նրանց երազանքները կատարվում են եւ մեկ այլ ընտանիք գողանում է այս Եղևնին։ Առաջարկում եմ բաց չթողնել եւ երեխաների հետ դիտել, որովհետեւ ստանալու եք էմոցիաների մի մեծ չափաբաժին։ Եվ ուզում եմ վերջին ներկայացման մասին պատմել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում երկնագույն նետը ներկայացումը ըստ Ջանի Ռոդարի մյուզիկլ է։ Վերջին տարիներին Սունդուկյան թատրոնը առանձնացավ իր մանկական շքեղ ներկայացումներով, բեմադրեցին եւ Սառցեսիրտը, բեմադրեցին եւ Մոխրոտը, այս տարի էլ երկնագույն նետը, որը կրկին բավականին շքեղ է լինելու։ Այստեղ ես ուզում եմ մի փոքր կանգ առնել եւ պատմել իմ մանկության մասին քեզ։ Ես քեզ դրա մասին երբեք չեմ պատմել, հետաքրքիր դրվագ իմ մանկությունից 90-ական թվականներին Մարիա, երբ գրեթե ոչինչ չկար, գիտես որ հոսանքազրկված էր երկիրը, գազ չկար, ջուր չկար, տրանսպորտ չկար, ես ամանորյա տոները հիշում եմ շնորհիվ իմ մայրիկի եւ հայրիկի եւ մայրիկի, բայց այս հարցում մայրիկի շնորհիվ եմ հիշում այդ տարիներին, երբ շատ դժվար էր A կետից B կետ հասնելը, տոնական օրերին նա մեզ վերցնում էր, դու գիտես, որ ես ունեմ եւ քույրիկ եւ եղբայր, այսինքն 3 երեխայի վերցնում էր, շատ մեծ դժվարությամբ հասնում էր մանկական ներկայացումների եւ մենք գրեթե ոչ մի թատրոնում, ոչ մի ներկայացում բաց չէինք թողնում։ Մենք նստում էինք իհարկե բաճկոններով, մենք շնչում էինք գոլորշի էր դուրս գալիս, դերասանները խոսում էին գոլորշի էր դուրս գալիս, բայց ամենահետաքրքիրը, որ մենք ոչ մի ներկայացում բաց չթողեցինք, չնայած որ բավականին բարդ էր հասնել այդ ներկայացումներին, ու ես ուզում եմ իմ մայրիկին շնորհակալություն ասել, որ նրա շնորհիվ ամանորյա տոները ինձ համար միշտ առանձնանում էին հենց ներկայացումներով ու այդ գեղեցիկ նուրբ պահերով, որ ես ուզում եմ նաև քեզ տալ ու նաև խորհուրդ ասել, որ մյուս ծնողներն էլ իսկապես այս տոն օրերին շեշտը դնեն իրենց երեխաների հետ շատ ժամանակ անցկացնելու վրա, իրենց երեխաների հոգում ու սրտում տոն
առաջացնելու, ծնելու, ստեղծելու վրա, որովհետև երեխաները մեծանում են եւ հավատացեք, նրանք ոչ թե հիշում են, թե սեղանին քանի տեսակ աղցան էր դրված, այլ հիշում են, թե մայրիկի, հայրիկի, տատիկի, պապիկի հետ ինչ սիրուն պահեր են ունեցել։ Համաձայն ես։ Սա իմ խորհուրդը բոլոր ծնողներին եւ քանի որ ես պատրաստվում եմ արդեն քեզ բաց թողնել, դու գնում ես քո ընկերուհու տարեդարձը նշելու, ես մի հատ հարց եմ ուզում քեզ տալ։ Այո։ Լավ, երկու հատ հարց։ Երկու հատ հարց։ Գոհ ես 2025 թվականից։ Այո։ Ինչ երազանքներ ունեիր, որ կատարվեցին, կամ ինչ երազանքներ ունես, որ չկատարվեցին 2025-ին, բայց գուցե կատարվեն 2026-ին, կամ հաստատ կկատարվեն 2026-ին։ Ես ու ընկերուս ունենք ավանդույթ, որ պետք է սարքենք vision board, որտեղ կգտնենք մեր նպատակները այդ տարվա համար։ Ահա։ Սա իմ 25 թվի vision board-ներ, թվականի vision board-ներ, նայեք ինչն է կատարվել, ինչը չէ։ Դե կասես, բայց որը ինչ է, որ մարդիկ պատկերացնեն։ Ես շատ բարդ եմ դրել։ Առաջինը ես դրել էի Olivia Rodrigo-ի իմ սիրելի pop երգչուհու կոնցերտը, որին ես ցավոք չկարողացա այս տարի գնալ, բայց կգնամ 2026 թվականին։ Այսինքն դու սկսեցիր քո երազանքների մասին խոսել չկատարվածից, բայց համաձայն եմ։ Հուսամ մնացածը կատարվել են, Մաս ջան, պատմի։ Իդեպ այո, մեծ մասը, համարը ամբողջը։ Դե պատմի։ Գնալ քաղաքից դուրս ընկերուհիների հետ։ Միշտ ամենամիս անընդհատ շատ հաճախ։ Գավառ, Գանձակար, Տավուշ, ամենտեղ։ Չմոռանաս լորին, գուգարք ճամբարը։ Գուգա։ Տարակինս գուգարք խնդրում եմ։ Շատ գրքեր կարդալ միշտ։ Ժուրնալինգ, ես ունեմ բազմաթիվ նոթատետրեր, որի մեջ ես անում եմ ժուրնալինգ ամեն տարի։ Ահա։ Նոր ներկայացման մասնակցել, այո, Մարծուսարտի մեխանիկան, Շվեյցարիայից ռեժիսորի հետ, Լյուսիենի հետ։ Առողջ մազեր ունենալ։ Հազիվ։ Հազիվ ինչ չէ։ Որովհետև ես միշտ ներկում էի իմ մազերը եւ դրա պատճառով, այո։ Սովորել բիգուդիով գեղեցիկ մազեր ստանալ, ինչպես տեսնում եք։ Բայց դու սովորեցիր գուլպաներով ստանալ։ Իդեպ այո, բայց ինձ ամեն օր հարցնում են ինչպես եմ անում եւ բոլորը զարմանում են, երբ ասում եմ գուլպաներով։ Ես շատ եմ ուզում Adidas սամբաներ, բայց գնեցի Հռոմից Adidas սպեցիալներ, այդ անցանք։ Նորից շատ կարդալ, միշտ գիշերակացով գնալ իմ ընկերուների տուն կամ որ իրանք կան, sleepover-ներ, ինչպես մենք ենք ասում, շատ։ Իդեպ ես շաբաթել եմ գնում։ Ծաղիկներ ստանալ, այո, ստանում եմ։ Մեծ շոփինգ անել, մեկը արել եմ Փարիզում, մեկը Հռոմում։ Բադմինտոն։ Իդեպ ոչ, այս տարի ես բադմինտոն չխաղացի։ Սպորտ որպես չզբաղվեցի ինձ։ Բայց բադմինտոն խաղացել ես, չէ՞։ Ճանապարհորդել դեպի Ֆրանսիա։ Շատ եմ Ֆրանսիայից նկարներ դրել, մի քանի տեղ եւ այո գնացի Ֆրանսիա, ոչ միայն Փարիզ, տարբեր քաղաքներ։ Էյֆելյան աշտարակի մոտ էլ երկեց։ Այո։ Սպորտով զբաղվել, այո, ես միշտ սպորտով եմ զբաղվում, գնալ Հռոմ, այո, կատարվեց։ Խաղալ ֆիլմում, այո, մի հատ հատվածում եղել եմ ֆիլմում այս տարի։ Նորից ծաղիկներ ստանալ, կատարել եմ, բարի դասերի մասնակցել եմ ընկերների հետ, մեր թատրոնի բարի դասերին մասնակցել եմ, մասնակցում եմ։ Ստանալ digital camera 2000-ականներից, թվային տեսախցիկ։ Այո, թվային տեսախցիկ։ Հայրիկս նվիրել։ Այո։ Այդքան է։ Տեսնենք։ Իսկ շատ ջուր խմել ես Մարիա ջան։ Այո, խմում եմ եւ Բրավո։ Այսինքն քո երազանքների 99.99%-ը կատարվել է։ Միայն չէր կատարվել Olivia Rodrigo-ի համերգին մասնակից լինելը եւ բադմինտոնով զբաղվելը որպես սպորտաձև, որով մենք սկսել էինք զբաղվել կիսատ մնալ։ Ես ոչ թե չեմ կարողացել զբաղվել, չեմ հաստրել, չեմ գնացել, այ պարզապես փոխել եմ իմ ցանկությունը եւ չեմ ցանկացել։ Այս թվոց երազանքը տոթում է մնացել։ Հասկացա։ Լավ, դե թույլ տուր քեզ էլ մեկ անգամ եւս շնորհավորել նոր տարվա կապակցությամբ, ծաղուկս։ Թող քո բոլոր երազանքները միշտ կատարվեն, ինձանից քեզ խորհուրդ շատ երազանքներ ունեցիր, որտեղ ինչքան շատ երազանքներ ունենաս, այդքան շատ տոկոսն է ի կատարածվելու, դրա համար շատ երազանքներ ունես, շատ մասն էլ կկատարվի, ինչպես օրինակ տեսանք քո պատրաստած երազանքների
Պաստառի վրա։ Dream big you guys. Կացի։ Գնա։ Դե ինչպես ասում են, մնացինք մենք մեր անցով, երեխաներին ճանապարհում ենք եւ միացնում ենք մեծերի կինոն։ Այդ կատակ էր։ Մեծերի կինոն իհարկե կատակ էր։ Ես շարունակում եմ այսօրվա հաղորդումը արդեն առանց Մարիայի, որովհետև այս բաժինը կարծում եմ մենակ պետք է շարունակեմ եւ պատմեմ ձեզ Հերմինե դիալոգ նախագծի ամենակարևոր բաղադրիչի մասին, դա իհարկե իմ գործընկերներն են։ Այս պահին թույլ տվեք առանձնացնել Հերմինե դիալոգ նախագծի գլխավոր գործընկեր Վալան գրուպին, ում հետ մենք 1 տարի շարունակ առանց որևէ տեխնիկական կամ ստեղծագործական խնդիրների կարողացանք անցկացնել եւ իհարկե ինձ շատ հաճելի էր Վալան գրուպի ամբողջ թիմի հետ աշխատելը եւ ես ուզում եմ տարին ամփոփեմ եւ նոր տարին սկսեմ պատմելով այն կատարած աշխատանքներով, որոնք կատարել է իմ սիրելի գործընկերը Վալան գրուպը, այս պահին փոքրիկ տեսանյութ այդ մասին, որը կարծում եմ ձեզ էլ պետք կգա, հատկապես երբ որ դուք կառուցում եք կամ վերակառուցում եք կամ վերանորոգում եք ձեր տունը, բնակարանը կամ գրասենյակը։ Առաջարկում եմ տեսանյութը միասին դիտենք։ Ուղիղ 25 տարի առաջ ընդամենը 5 աշխատակցով հիմնադրվեց Վալան Պրոֆը։ Այսօր արդեն վերաբրենդավորված որպես Վալան գրուպ, մի ընկերություն, որ ոլորտում առաջատարն է։ Այսօր Վալան գրուպը միավորում է մի քանի առաջատար ուղղություններ՝ Վալան Doors, Վալան Furniture, Վալան Decor, Euro-Access ընկերությունները եւ հանդիսանում է Վոլխովեց լյուքս դասի դռների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ինչ է այսօր ապահովում Վալան գրուպը իր գործընկերների եւ հաճախորդների համար։ Վալան գրուպը առաջարկում է համալիր լուծումներ, ալյումինե դռներ եւ պատուհաններ, ֆասադային կոնստրուկցիաներ, հեռակառավարվող դարպասներ, պրեմիում եւ լյուքս դասի միջսենյակային դռներ, կահույք, վիտրաժներ, պերգոլաներ եւ այլ լուծումներ։ 2025 թվականը Վալան գրուպի համար նշանավորվեց նոր ձեռքբերումներով, միջազգային ճանաչմամբ եւ իհարկե նոր գործընկերների հետ համագործակցություններով։ Վալան գրուպը 2025 թվականին մասնակից է եղել տասնյակ բնակելի համալիրների կառուցմանը, պահպանելով որակի եւ դիզայնի բարձր չափանիշները, ինչպես նաեւ մասնակից է եղել հազարավոր առանձնատների, բիզնես համալիրների, հյուրանոցների եւ կրթական համալիրների կառուցմանը։ 2025 թվականին Վալան գրուպը ներկայացրեց իր լուծումները միջազգային եւ մասնագիտական հեղինակավոր հարթակներում, ինչպիսիք են Big 5 Global Impact Awards, Hellenic Aluminium Exhibition, Share Architect International Forum եւ ելի շատ ու շատ հարթակներում։ Ավելի վստահ քայլերով եւ ամենակարևորը միշտ մեկ քայլ առաջ Վալան գրուպ։ Միասին դեպի նոր նպատակներ եւ դեպի 2026 թվական։ Շնորհակալություն իմ սիրելի գործընկեր Վալան գրուպին։ Իդեպ 2026 թվականը Վալան գրուպի համար տոնական է։ Նշում ենք 25-ամյակը եւ Վալան գրուպը 25-ամյակի կապակցությամբ տարատեսակ միջոցառումներ կունենա եւ տեսանյութեր, որոնք ես ձեզ սիրով կներկայացնեմ տարվա ընթացքում։ Եկեք վերհիշենք ինչով 2025-ը սկսեց Հերմինե դիալոգը։ Հերմինե դիալոգը սկսեց տարին Նեմրա բենդին հյուրընկալելով, Նեմրան ունեցավ մի հրաշալի համերգ հենց իմ բնակարանում եւ ամենասիրելի ստեղծագործություններից մեկը Նարեն կատարեց իմ պատշգամբում, փոքրիկ հատված։ Սարսնձի կերտա մազերն արցակել շախտալ են կերտա Յարոջ աչքի դեմ կավինըման սերանել են յարել է կերտա Այն արե ջիկարս վարե իմ սիրած յարը Minucciare ai nare gichiare svare im siraziare minucciare
ինչպես նաև 2025 թվականին ամենատարբեր, ամենաանսպասելի եւ ամենասիրելի հյուրերը եղան Իմ տուն ռեստորանում, ովքեր ճաշակեցին մեկը մյուսից տարբեր ուտեստներ, կոնցեպտուալ ճաշացանկեր, որոնք երբեք չկրկնվեցին, ոչ մի ուտեստ չկրկնվեց ոչ մի անգամ եւ իհարկե սա բավականին բարդ էր, ես պետք է ասեմ, բայց ես փորձեցի յուրաքանչյուր հյուրին համահունչ եւ նրանց ճաշակին համահունչ ուտեստներ պատրաստել, հուսով եմ շատերը հավանեցին, հուսով եմ հեռացան այստեղից տպավորված եւ 2026-ն էլ իհարկե չի զիջելու այս հարցում։ Դե ինչ կարծում եմ արդեն կարող եք շարունակել ձեր տոնական երեկոն, անցկացնել ձեր մտերիմների հետ, ընկերների հետ, ամսի 2-ից սկսած հիշեցնեմ, որ գրեթե բոլոր թատրոններն են աշխատում, կինոթատրոններն են աշխատում, կինոթատրոնների ցանկերին կարող եք ծանոթանալ իրենց կայքեջերում եւ բաց չթողնել լավ ֆիլմերը, այդպիսով իհարկե ձեր տոն օրերը դարձնեք հիշարժան ձեր ընտանիքի հետ եւ ընկերների հետ միասին։ Դե ինչ, այս պահին ձեր թույլտվությամբ ուզում եմ հիշել իմ շատ սիրելի գործընկեր Armenia Wine-ին, ով արդեն 2 տարի շարունակ Hermine Dialogue-ի կողքին է եւ Armenia Wine-ի տարատեսակ գինիները ես ամեն անգամ մատուցում եմ իմ հյուրերին ամենատարբեր ուտեստների հետ համադրելով եւ էլ ինչ տոն առանց Armenia Wine-ի հրաշալի փրփրուն գինիների, ես այս պահին վայելում եմ իմ ամենասիրելի տակառը, ձեզ եմ խորհուրդ տալիս, հյուր գնալիս չմոռանաք վերցնել ձեր սիրելի Armenia Wine-ի գինիներից որևէ մեկը։ Սա իմ տոնական եթերն էր, իսկ առջևում մյուս հինգշաբթի կդիտեք արդեն Hermine Dialogue նախագծի նոր թողարկումը, որի հյուրն է լինելու շատերի սիրելի Արմուշը, ով կպատմի իր կյանքի մասին, իր ընտանիքի մասին եւ կարծում եմ, որ հումորով լի հետաքրքիր եթեր կունենանք, այնպես որ բաց չթողնեք։ Իսկ դուք սեղմեք լայքի կոճակը, սրտիկեք ինձ եւ թողեք մեկնաբանություններ, որտեղ դրանք շատ կարեւոր են Hermine Ստեփանյան TV ալիքի համար։ Իդեպ 2026 թվականը լի է լինելու նորություններով, նոր նախագծերը առջևում են։ Գրկում ու համբուրում եմ բոլորիդ։ Շնորհակալություն, որ իմ հետ եք եղել 2025-ին։ Դուք լավագույնն եք։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։